բարձր գին, Հայաստանում սպասարկման բարդություններ, արժեքի և գործառույթի անհամաչափություն։ 2024-ին ներքին գործերի նախարարությունը 67 հատ Volvo EX40 էլեկտրամոբիլ է գնել, յուրաքանչյուրն ավելի քան 19 միլիոն դրամով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության կարիքների համար 2024 թվականի հունիսի 4-ին 67 ունիվերսալ թափքով մեքենաների գնման ընթացակարգ է հայտարարվել ԵԱՃ գնման ձևով, սակայն մասնակցի կողմից ներկայացված սխալ գնային առաջարկի պատճառով ընթացակարգը համարվել է չկայացած։ 2024 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվել է էլեկտրոնային աճուրդի գնման ձևով, սակայն մասնակցի կողմից ներկայացված սխալ բանկային երաշխիքի պատճառով ընթացակարգը համարվել է չկայացած։ Նախարարությունը ստիպված մեկ անձից գնման եղանակին է անցել, սակայն պետական գնումների մասնագետները չեն շտապում ողջունել այս գործարքները, նշում են կոռուպցիոն ռիսկերի, գնային անհամաչափության և բացակա մրցակցության մասին։ Մեր պետական մարմինների եւ այդ գնում կատարող պատվիրատուների զգալի մասը գնումների օրենսդրությանը շատ թեթև են մոտենում, գնումների օրենսդրության կանոններին խիստ չեն հետևում եւ մասնավորապես գնումների օրենսդրությունը մի տեսակ ինքը կազմված է այլ տրամաբանությամբ, իսկ կիրառվում է այլ տրամաբանությամբ։ Իրեն շուռ են տվել գլխի վրա։